Սիրելի բարեկամներ, եթերում նոր տարն է։ Ուզում եմ ձեզ հետ միասին անդրադառնալ կամ քննարկել մի շատ կարևոր հարց։ Մեր կյանքի գլխավոր արժեքը ինչ է։ Մեր կյանքի գլխավոր արժեքը ո՞րն է եւ ինչ պիտի կարևորենք ամենից առավել։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ մեր հայրենիքը, հող հայրենին։ Հայաստան ասելով, հայրենիք ասելով, մենք նկատի ունենք այն հողը, որից ծնվել ենք եւ որի համար ապրում ենք ու որը պարտավոր ենք պաշտպանել եւ հայ մարդը։ Եթե այս երկու արժեքները, հողը եւ հայ մարդը, մեզ համար բարձրագույնը հռչակվեն, ապա ես վստահ եմ, որ շատ խնդիրներ մենք կարողանանք հեշտությամբ լուծել։ Այս խոհերը այցելեցին մեզ, երբ մեր հաղորդաշարը ամիսներ առաջ հյուր եղավ Ջավախքում։ Մենք տեսանք բոլորովին մի նոր երկիր։ Մենք տեսանք բոլորովին նոր հայություն։ Երբեք ես այդպես Ջավախքում չեմ եղել։ Որովհետև աչ ես գնում հայկական գյուղեր, ձախ ես գնում հայկական գյուղեր։ Մեր ուղեկցում էին Ջավախցից մեր բարեկամները եւ ես զարմանում էի ինչ ճոխություն կա Ջավախքում, որը մենք չենք գնահատել եւ չենք էլ աջակցում։ Ջավախքը Հայաստանի աջակցության կարիք ունի։ Ու երբ մենք եղանք Բուղաշեն գյուղում, դա Ջավախքի ճկնաղ համայնքներից մեկն սքանչելի գյուղ։ Այդտեղ մենք ծանոթացանք բանաստեղծի եւ այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Թադևոս Պալյանին, մեր լավագույն բարեկամին։ Տասնամյակներ շարունակ կրթական ոլորտում աշխատել է Թադևոս Պալյանը։ Այժմ Բուղաշենի դպրոցի տնօրեն։ Իր ամբողջ տեսակետությամբ, իր ամբողջ կյանքով նվիրված իր աշխարհին։ Ինքը չի հագենում այն սիրուց, որը տածում է իր Ջավախքի հանդեպ։ Եվ եղանք դպրոցում, Թադևոս Պալյանը արժանացավ Վահան անվան մրցանակի, որովհետև իր բոլոր գրքերը, ես մի քանիսը իհարկե ուզում եմ ձեզ ցույց տալ, հոգու մորմոքներ, որը այսօրին լույս տեսած գիրք է, Ջավախքի երգեր, իր առաջին գիրքը լուր տվայտանքներ, ծանոթ կածաններ, քմահաճ գարուն եւ այլն։ Այս բոլոր գրքերի մեջ մեկ խոհ կա ու մեկ զգացում. ես սիրում եմ քեզ, Ջավախք, եւ այսպիսի անհատականությունը, որը իր հասարակական գործունեության մեջ, որը իր գրական կյանքում միշտ եղել է դրոշակակիրը հայրենասիրության, ահա այս մարդը արժանի է բարձր գնահատականի։ Ու ձեզ էլ առաջարկում եմ, փնտրեք լավ հայերին, որտեղ էլ որ նրանց կտեսնեք, Սփյուռքում կլինեք, Ջավախքում կլինեք, Լոռիում, Հայաստանի որ բարձում էլ լինի, առաջին հերթին փնտրեք լավ մարդկանց։ 1928 թվականին, երբ Մաքսիմ Գորկին Հայաստանում էր, եւ երբ նրան հարցրեցին, թե ինչ տեսավ Հայաստանում եւ ինչ սիրեց Հայաստանում, Մաքսիմ Գորկին պատասխանել է. Հայաստանի ամենամեծ գանձը, Հայաստանի ամենամեծ հարստությունը լավ մարդն է։ Ահա թե ինչ ունենք մենք, սիրելի բարեկամներ, որ բոլորը նկատում են, մենք հաճախ չէ որ նկատում ենք, հաճախ չէ որ գնահատում ենք։ Մեր այսօրվա հաղորդումը պիտի լինի լավ մարդու գնահատականի առիթ ու հնարավորություն։ Այդ լավ մարդու անունն է Թադևոս Պալյան։ Ու հիշելով մեր այցելությունը, տեսնելով թե ինչ սքանչելի գործունեություն է ծավալում Թադևոս Պալյանը, ինչ սքանչելի գրականություն ունի, ինչի մասին է ինքը գրում, մենք հրավիրեցինք բանաստեղծին Երևան։ Հիշելու համար նախ այն օրերը, որ մենք ապրել ենք Ջավախքում, հիշելով դպրոցում անցկացած օրերն ու ժամերը, առավոտը, որ բացվեց Աբուլ Սարի պայծառ հայացքի ներքո, սքանչելի ժամերը, որ անցկացրինք Փարվանայի ափին, Ջավախքի ժողովրդի հետ այդ սրտառուչ հանդիպումները, որ երբեք չեն մոռացվելու, այս ամենը հիշելու համար ու վերհիշելու համար մենք Երևան հրավիրեցինք Թադևոս Պալյանին։ Ես խնդրեցի, որ սիրելի բանաստեղծը եւ սիրելի ուսուցիչը պատմի Ջավախք աշխարհի մասին, իր գործունեության մասին, իր հանդիպումների մասին, որտեղ Թադևոս Պալյանը աշխարհի բախտավորներից մեկն է, որտեղ իր գրական ճանապարհին շատ մեխանավոր մարդկանց է հանդիպել եւ անշուշտ իր ծրագրերի մասին։ Ես կարծում եմ, որ հիմա արդեն ժամանակն է խոսքը տրամադրելու սիրած
սիրված բանաստեղծին, լսենք իր խոսքը, լսենք հայրենասեր հայի պատգամը եւ պատվիրանը։ Բարև ձեզ, ես եկել եմ Ջավախք աշխարհից, որպեսզի ներկայացնեմ մեր գրական մշակույթը ողջ հայ ժողովրդին։ Շնորհակալություն ընձեռված հնարավորության համար։ Հիմա մի երկու խոսք ես խոսեմ մեր Ջավախք աշխարհի մասին։ Ջավախք աշխարհը նորություն չէ, սա հին պատմություն ունի, սակայն մեր ժողովուրդը իհարկե մի մասը չեմ ասում ամբողջը, մի մասը 1830-ական թվականներին ներգաղթել է Ջավախք Կարիլից, այսինքն Երզրումից, իսկ մի մասը տեղացիներ են, օրինակ Բարալետ գյուղը տեղացի բնիկներ են, նրանք եկվորներ չեն, և այսպիսի մի 4 գյուղ կա, որոնք բնիկներ են համարվում, նրանք եկվորներ չեն, և հետաքրքիրն այն է, որ նույնիսկ նրանց լեզուն տարբերվում է մեր լեզվից, մեր բարբարից։ Բարալետի բարբարը գրական հայերենին շատ մոտ է, իսկ մեր բարբարը իհարկե Կառնո բարբարն է, որը Կեճուղի բարբարն է։ Ջավախքը իր առումով անչափ մեծ է, ունի քաղաքներ, շատ գյուղեր, որոնք մեծ մասամբ հայախոս են և հայալեզու են, կա իհարկե նաև մեր բարեկամ ժողովրդից, վրաց ժողովրդից մի քանի գյուղեր, շատ քիչ։ Համենայն դեպս մենք ապրում ենք հաշտ և խաղաղ և մեկս մեկիս սատար ենք կանգնում և մեկս մեկիս օգնում ենք։ Ջավախք աշխարհը իր բնությամբ բազմերանգ է, հիասքանչ է նրա բնությունը, հատկապես գարնան և ամռան ընթացքում, բուռում են գեղեցիկ ծաղիկներ, բուռում են ծառեր և այդ բուրմունքը տարածվում է նաև մեր մանուկների վրա, որոնք կարծես թե կամաց-կամաց սովորում են ստեղծագործել։ Բնությունն է մարդու ուսուցիչը և բնությունն է մեզ սովորեցնում վեր կենալ, վայելկնել ու նորից վեր կենալ ու ամրանալ ոտքերի վրա։ Ահա այս է, որ ես ուզում եմ ներկայացնել հենց այսպես մեր Ջավախք աշխարհը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես Թադևոս Գեղամիպալյանն եմ, ծնվել եմ 1950 թվականին Չնաշխարհիկ Ջավախքի Աբուլի փեշերին ծվարած մի հոյակապ գյուղում, Բուղաշեն գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել եմ Բուղաշեն գյուղում, այնուհետև միջնակարգը շարունակել եմ Զագի միջնակարգ դպրոցում, այն ավարտելուց հետո մեկնել եմ խորհրդային բանակ, ծառայել եմ Չեխոսլովակիայում, զենքը ձեռքիս մարտնչել եմ խորհրդային միության տերիտորիալ ամբողջականության համար, իսկ հետո վերադարձից ընդունվել եմ Կիրովականի, այսօր Վանաձորի մանկավարժական ինստիտուտ և ավարտել բանասիրական ֆակուլտետը։ Մինչ բանասիրական ֆակուլտետն ավարտելը ես դեռևս փոքրուց գրիչը ձեռքս վերցրած, ինձ հիացրել են շատ բանաստեղծներ, որոնց ստեղծագործությունները կարծես թե ներհակ են եղել ինձ համար և դրանք սկզբնաղբյուր են հանդիսացել, որ ես էլ նմանվեմ նրանց։ Իհարկե, առաջի հերթին պիտի նմանվեի, որովհետև դեռևս ինքնություն չունեի և շատ ուշ կարողացա իմ ոճը, այսպես ասած, իմ ոտքերի վրա հենվել և դառնալ որպես գրողների անդամ։ Առաջին ստեղծագործությունս տպագրվել է մեր շրջանային Փարոզ թերթում 64 կարծեմ թվականին, դա ընդամենը ես 14 տարեկան պատանի էի և ինձ հիացրել էր Թումանյանը իր ողջ ստեղծագործությամբ և այդ ստեղծագործությունը ես անվանեցի Աբուլ, մեր Աբուլ Լեռն է դա և վկան կոչել որպես Մեծն Թումանյան։ Այդպես է այդ իմ հիասքանչ ստեղծագործությունը։ Եվ սա կարծես թե առաջինը հանցացավ, որ ես հետո ներկայացնեմ բանաստեղծություններ, պատանեկան թերթիվներ, դե պարզ բան է, որ սկսնակ բանաստեղծը կամ սկսնակ գրողը պիտի բնության գովք անի, ձմեր փառաբանի, աշուն, մայիս, գարուն, ուրիշ նա մեծ աշխարհ չէր կարող տեսնել։ Բայց հետագայում, երբ արդեն սկսեցին իմ բանաստեղծությունները լույս տեսնել պարբերաբար Փարոզ թերթում, դրանից հետո արդեն Վրաստան թերթում,
խորհրդային Վրաստանում, ավանգարդում, գրական թերթում, այնուհետև Ջավախքի ղողաջներ գիրքը լույս տեսավ, ես մի քանի բանաստեղծություններ տեղադրեցի այնտեղ, այդ գրքում ևս կան։ Թիֆլիսում տպագրվում էր կամուրջ ալմանախը, այդ ալմանախի գրեթե միշտ անգամ հյուրն էի, յուրաքանչյուր համարի մեջ իմ բանաստեղծությունները սկսեցին տպագրվել, նույնիսկ ռադիոյով մեկնաբանվել վրացական ռադիոյով, հայկական, մեկնաբանվել իմ մասին։ Եվ դրանից հետո ես այլևս զգացի, որ կարող եմ գրել, ինչու ոչ, ինչու չշարունակեմ։ Եվ շարունակեցի։ Սա իմ առաջին գիրքն է լուր տվայտանքներ վերնագրով։ Այս գիրքը պիտի լույս տեսներ դեռևս 85 թվականին եւ դրանից էլ նույնիսկ առաջ, բայց ձգձգվեց, դե մենք գիտենք խորհրդային իշխանության շրջանում գրքերը շատ դժվարությամբ էին լույս աշխարհ գալիս եւ իմ գիրքն էլ, այսպես ասած, շատ դժվարությամբ ծնվեց, մեծ դժվարությամբ, մակարոնների, տանջանքների գնով։ Տպագրվեց 91 թվականին եւ ասեմ, որ ահագին հաջողություն ունեցավ իմ գիրքը, որովհետեւ այստեղ ներկայացված է իմ սիրո թրթիրները, հայրենասիրական երգերը, մանկության ողով անցած բոլոր դրվագները այստեղ ներկայացված են, բայց ափսոս 1 ու 3 մամուլի չափով էր։ Այնուհետև շարունակվեց իմ երկրորդ գիրքը 94 թվականին Ծանոթ կազաններ վերնագրով։ Այստեղ էլ ես շարունակեցի նույն հայրենասիրության թեման, սիրո թեման, բնության թեման եւ քանի գնաց իմ շրջանակները գրական ավելի մեծացան, քանզի ես տեսնում եի, որ կամաց գյուղերը դատարկվում են։ Դա իմ հոգուն շատ ծանր էր նստում, երբ ես ավերակ տուն էի տեսնում եւ այսպես ասած կարծես թե մանուկը թողել է իր շեմը եւ հեռացել։ Այսինքն կտրվել է իր արմատից, իր ամեն ինչից։ Մարդը զորեղ է հենց իր հողով, առանց հողի մարդը կտրված կլինի ամեն ինչից։ Եվ զարմանում եմ, որ մեր ժողովուրդը ստեղծելով տուն, տեղ, ամեն ինչ, թողնում եւ ներողություն մի բառ պիտի գործածեմ, ոչայի նման կամ գնչուի նման ավելի շուտ գնում ենք մեկ ուրիշ աշխարհ, ինչ որ երազանքների հետևից։ Եվ այնտեղ էլ մեր երազանքները երբեմն փլվում են եւ ոչինչ չի ստացվում։ Բայց սպասում ես, որ այդ մարդիկ պիտի վերադառնան, ցավոք այդ մարդիկ այլևս չեն վերադառնում, որովհետեւ կյանքը նրանց այնպես է կապում, հատկապես Ռուսաստանում, որ նրանք այլևս վերադառնալ չեն կարող։ Իմ երրորդ գիրքը Համրացող անթեղ տպագրվեցի արդեն Երևանում։ Ինչու Երևանում, դա էլ ասեմ։ Քանի որ Երևանը ավելի ինձ համար հարազատ էր լեզվական միջավայրով, ծանոթներով, բարեկամներով եւ հետաքրքիրն այն է, որ Հայաստանը առաջի հերթին Ջավախքը աշխարհից, հետո Հայաստանը իմ դումն է։ Ես այդպես եմ համարում եւ ողջ հայությունը համարում եմ իմ քույր եղբայրները։ Դրա համար որոշեցի, որ պիտի անպայման իմ գիրքը լույս տեսնի նաեւ մայր Հայաստանում, չէ՞ որ սա իմ առաջին գիրքն է Հայաստանում լույս ընծայված։ Այստեղ էլ կարոտի գրականությունը դեռևս շարունակվում է, ուծասման գրականությունը շարունակվում է, ճիշտ է, ինձ պիտի ասեն այդ թեմաները կային, մեր դասականները գրել էին, բայց ճիշտ ասած ես իմ արդեն կաշվի վրա զգացի, եթե մինչ այդ ես պատմությունից գիտեի կամ գրականությունից գիտեի, բայց հիմա արդեն իմ հարևանն է գնում, իմ բարեկամն է գնում, իմ ընկերն է գնում եւ այլևս նրանք չեն վերադառնում։ Եվ ստիպված փոխաբերական մտքերով նույնիսկ շամ մասին եմ գրել, թե տանը մնում են միայն շունը, իսկ դռները փակվում, բացվում են, քամին է բացում, փակվում, ջարդուփշուր է լինում, ձերբերին արդեն օծու կարիճներն են բարձրանում, բայց տունը լքվում է։ Այդ ինձ ցավ պատճառեց,
որպեսզի ես կարոտի գրականությունը կամ ուծացման գրականությունը նորից շարունակեմ։ Ինձ թվում է, որ հնություն չէ, որովհետև սա մեր ազգի ճակատագիրն է, ճակատագիրի բերումով մեր ազգը ցանուցի է լինում աշխարհով մեկ, այսինքն սպրվում է, այդ սփյուռքը իմ սրտին շատ ծանր է նստում։ Դրա համար ես որոշեցի վերադառնալ ուծացման եւ կարոտի գրականության թեմաներին, որը մեծ մասամբ այստեղ եւս կան, այս գրքում եւս դրանք արտացված են։ Իմ 4-րդ գիրքը Քմահաչ գարուն նույնպես լույս է տեսել Երևանում եւ թեմաները գրեթե կրկնվում են. բնություն, սեր, մայր հայրենիք, ինչու ոչ նաեւ հոգեկան հանգստություն, բավարարություն ստանալով երբեմն ես նաեւ բարձրալին եմ դիմում, առ Աստված։ Հաջորդ գիրքս Ջավախքի երգեր հիասքանչ գիրքն է, որի համար ես շատ շնորհակալ եմ մեր գրականագետ Ափինյանին, քանզի նա այս գիրքը կազմակերպեց տպագրելու մի այնպիսի ժամանակահատված, երբ լրանում էր իմ 70 տարին։ Եվ 70-ամյա, չեմ ասում ծերունի եմ, բայց 70-ամյա մարդը արդեն ինչ-որ չափով պիտի հետադարձ հայացք գցի անցյալին եւ տեսնի, թե ինչ է կատարվում։ Եվ շատ շնորհակալ եմ այս գրքի համար, ես ստացել եմ Վահան Տերյանի մրցանակ։ Շատ շնորհակալություն Համահայկական գրողների միության նախագահին եւ նրա աշխատակիցներին։ Անուն առանուն չտվեմ բոլորից։ Եվ ի վերջո իմ 6-րդ գիրքը Հոգու մորմոքներ նույնպես հրատարակվել է Երևանում, նույնպես խմբագիրը Ափինյանն է։ Այնպես որ ես մեծ ցանկություն ունեմ այդ մարդկանց հետ ավելի շատ շփվելու, ավելի շատ տեղեկանալու, քանզի տեսնում եմ, որ նրանք մեծ հայրենասեր են, որովհետև շրջագայում են ոչ միայն Հայաստանով մեկ, այլ կարելի ասել սփռված աշխարհով մեկ։ Մի քանի անգամ եղել են Ջավախքում, ինչու ոչ նաև Արցախում, ես Լեռնային Ղարաբաղ բառը չեմ գործածում, Արցախն եմ գործածում, Արցախում եւ այլուր։ Եվ նրանք անընդհատ փնտրտուքի մեջ են, որպեսզի գտնեն նոր գրողներ, երիտասարդ գրողներ, որոնց սովորեցնեն, որոնք ոչ թե երկու բառ կծվեցելով բանասիրություն դարձնեն, հանգավորմամբ զբաղվեն, այլ ստեղծեն իսկական գրականություն։ Եվ շնորհակալություն նորից այս ամենի համար։ Սրանք հետաքրքիրն այն է, որ ես մեր մեծերից շատ բան եմ սովորել եւ ուզում եմ անընդհատ շփվել այդ մարդկանց հետ։ Դեռևս երիտասարդ շրջանում, ուսանողության շրջանում իմ գուրքը եղել է Հովհաննես Շիրազը, որը առաջին հերթին ուսանողության Շիրազն էր, այսպես ասած։ Որտեղ որ լինես, որտեղ որ սովորես, ինչ էլ որ լինես, Շիրազը քեզ հետ է, քո մեջ է, եւ Շիրազից շատ բան կարելի է սովորել։ Այդ մայրերության մասին ես չասացի, որովհետեւ իմ հիմնական լեյտմոտիվը նաեւ մայրերությունն է, ըստ երևույթին ինձ վրա մեծ տպավորություն ու ազդեցություն է թողել հենց Հովհաննես Շիրազը։ Շիրազին ես ուսանողության շրջանում եմ հանդիպել, մեծ տպավորություն եմ ստացել նրանից, նրա խոսքից, նրա հայտարարություններից եւ ամենակարևորը հայրենասիրությունից։ Նա անչափ հայրենասեր էր, նման հայրենասեր դժվար թե ես որից մի այլ տեղ կարողանայի տեսնել կամ գտնել։ Շիրազը այսպեսին էր, Շիրազը մեր ուսանողության մեջ էր եւ բոլորից մեջ էր։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ։ Երբ Շիրազը կարծեմ 74 թվականին, թե 84-ին, 74-ին կարծեմ, մահացավ, ես գտնվում էի Թիֆլիսում։ Գնացել էի Հովհաննես Կարայանի Վակրենավորը պոեմի թարգմանչի հուղարկավորությանը։ Հուղարկավորությունը վերջացավ, հենց լսեցի, որ Շիրազը մահացել է, այնտեղից գնաց նստեցի Թիֆլիսից, միանգամից եկա Երևան եւ մասնակցեցի նրա հուղարկավորությանը։ Ես այդպիսի հուղարկավորություն, այդպիսի հարգանք երևի երբևիցե չեմ տեսել, ինձ թվում է, որ չեմ էլ տեսնելու, որովհետեւ օվկիանոս էր, մարդկային օվկիանոս, ինչքան մարդիկ կային, ինչքան ասմունքողներ կային։ Ի վերջո, երբ հուղարկավորությունից հետո տպագրվեց նրա մահվան մասին գրական թերթը մի հսկայական հոդված տպագրեց, այնտեղ նրա
գրքի մասին էր խոսում, Քուշաձյան մայրիկից եւ մի բանաստեղծություն, որը ձյուն է գալիս, դիսպուն եւ ստեղծում է մոր վրա մի հիասքանչ գերեզման։ Դա էլ կարծես թե նրա պատվանդանն է, որ բնությունն է կառուցում նրա եղծերը եւ ցանկությունները։ Իսկ ինչ է նշանակում, որ ես առաջերտին հենց Շիրազին տեսել եմ, իսկ հետո ինչու ոչ նաեւ դերասան Մեհեր Մկրտչյանին, որի մենք Ֆրունզիկ Մկրտչյան ենք անվանում, շատ հետաքրքիր տիպված էր, պատահական ընկերոջս հետ շարժում էինք դեպի հյուրանոց, ընդամենը 20-25 տարեկան երևի հազիվ լինեի, մեկ էլ Մկրտչյանը մեր առջևից գնում էր, հենց տեսա, ասի Ֆրունզիկ Մկրտչյանն է, նա էլ լսեց ձայնս, հետ դարձավ, ձեռքը տարավ կրծքին եւ ասաց, այո, Ֆրունզիկն է, ցա տպավորվեց իմ մեջ շատ հետաքրքիր։ Հաջորդ հանդիպումները մեծ մարդկանց հետ տեղի ունեցավ Թիֆլիսում։ Դեռևս 80-ական թվականներից առաջին մտավորականը, եթե կարելի այդպես ասել, Բենիկ Սեյրանյանն էր, որին ես տեսա։ Հիմա ինչպես եղավ, որ ես տեսա հենց Խորհրդային Վրաստան թերթի խմբագրությունում։ Նա ինձ խմբագրություն էր կանչել հենց բանաստեղծական ժողովածուները լույսին ծայելու եւ մի բանաստեղծության շուրջ գարնանային մի բանաստեղծություն ունեմ, դա գրքում կա, շատ էր հավանել եւ ասեց երիտասարդ ջան, էսի լավ ես գրում, ես քո բանաստեղծությանը շատ եմ հավանում։ Ասեց սա պիտի անպայման գրքում տպագրվի։ Քանի որ Վրաստան թերթը ճիշտ ասած գրական չէր եւ այնտեղ հատուկենտ բանաստեղծություններ էին տպագրվում, ես հատուկենտ եմ տպագրվել, միջայլոց ասել, որովհետեւ այնտեղ հնարավոր չէ որ շատ մարդիկ տպագրվեին։ Միայն ասենք տոնական կապակցություններին, ասենք մաղթանք համանորի բանաստեղծություն է տպագրվել, հատուկենտ այդպիսի բանաստեղծություններ եւ միայն իմիջ է։ Նույնիսկ մեր իզնես առաջ Ջավախում էլի կամ Վրաստանում գրողներ կային։ Նրանց էլ շատ քիչ էր տպագրվում։ Եվ Բենիկ Սեյրանյանն ասաց, որ մենք հնարավորություն չունենք մեր թերթի ֆորմատով տպագրել այսպիսի գեղարվեստական ստեղծագործություն։ Սա շատ լավ կլինի, որ կամ գարունը տպագրի ալմանախը, կամ դնեք գրքի մեջ հետագայում։ Եվ նրա խորհուրդը ես ըմբռնեցի, դրեցի նաև գրքիս մեջ։ Մյուսը Մարտին Քարամյանն էր, որի մասին ես շատ էի լսել, ծերնազարդ մի ազնվորություն, ձեռնափայտը ձեռքին, հենց նստած այնտեղ Բենիկ Սեյրանյանի հետ էինք զրուցում, Մարտին Քարամյանը ներս եկավ եւ ծանոթացրեց Բենիկ Սեյրանյանը, թե ծանոթացիր Մարտին Քարամյանն է, նա էլ ասեց մեր ապագա բանաստեղծն է դառնալու, չասեց որ ապագա բանաստեղծն է, ասեց ապագա բանաստեղծն է դառնալու։ Դերևս ճիշտ ասած ես նույնիսկ ամաչում էի, հիմա էլ եմ ամաչում, որ ինձ բանաստեղծ են անվանում, ընդհանրապես ես բանաստեղծություն սիրող եմ, արվեստ սիրող եմ եւ ոչ բանաստեղծ եմ։ Բանաստեղծը դա Համո Սահյանն է, Վահան Տերյանն է, Պարոս Սևակն է, այն նրանք են բանաստեղծ։ Իսկ ես ընդհանրապես բանաստեղծություն սիրող եմ եւ շատ եմ սիրում նման ստեղծագործություններ կարդալ, որոնք իմ գեղարվեստական ճաշակը քանի գնում զարգացնում են։ Եթե նրանք չնեին, ես էլ դժվար թե ճաշակով ինչ-որ բանաստեղծություններ գրեի, կլիներ բարերի կույտ, ուրիշ ոչինչ։ Դրանից հետո ես իհարկե Հովհաննես Կարայանի մասին ասացի, Հովհաննես Կարայանի հետ արդեն շատ մոտ էի, հենց պատահական չէր, որ ես նրա հուղարկավորությանը գնացի, ճիշտ ասած նրան կարդացել էի, բայց ավելի ընդգրկուն եղավ, երբ նա ընձենավորը պոեմը, Շոթա Ռուստավելու ընձենավոր պոեմը ամբողջական թարգմանեց։ Սա շատ գիգանտ գործ էր, որին ես իհարկե հավանում եմ, սա շատ դժվար գործ էր, վակրենավոր թարգմանել ամեն մարդ չի կարող։ Եվ հատվածաբար էր մինչ ինքը, հատվածաբար էր թարգմանվել, եւ նույնիսկ Վահան Տերյանի նման բրացակետը միայն առաջաբանն էր թարգմանել, մնացածը չէր թարգմանել, բայց Հովհաննես Կարայանը կարողացավ ամբողջական ներկայացնել ընթերցողին, ցույց տալ թե ով է Շոթա Ռուստավելին։ Եվ այսպես շարունակվեց իմ արշավը, այսպես ասեմ, ճագերտավոր նշանավոր մարդկանց հետ հանդիպելով։ Հանդիպել եմ նաև Վահագն Դավթյանին, որը իմ շատ սիրասուն ազնվորություններից մեկն էր։ Ես նրա ոտայր իս ծուխ ծխանի ստեղծագործության հենքի վրա գրեցի դիսերտացիա, ավագի շատ եմ թողել, չպաշտպանեցի, բայց հատվածաբար հայոց լեզու եւ գրականություն դպրոցում
եւ մանկավար ամսագրերում լույս տեսավ այդ հոդվածները։ Իհարկե ոչ մարդիկ շատ դրվատեցին, որ շատ լավ է գրում, շատ լավ է մեկնաբանում, լավ է վերլուծել մանավանդ հայոց լեզու եւ գրականությունը դպրոցում։ Դրանից հետո ուղղակի տնտեսական պայմանները թույլ չտվեցին, որ ես կարողանամ ամբողջացնել եւ պաշտպանեմ այդ թեզը։ Բայց Վահան Տերյանը, ներողություն, Վահագն Դավթյանը նորից մնում է իմ սիրելին։ Իսկ եթե ինձ հարցնեն, քո ամենասիրելի բանաստեղծը ով է, ես բոլորին կասեմ իմ սիրելիներն են, բայց իմ սրտի գիրկը կդառնա Համոսայանը։ Քանի որ Համոսայանը կարծես թե ինձ մի ուրիշ աշխարհ է տանում։ Չեղած տեղից մի բառից արդեն ստեղծում է մի գեղեցիկ երևույթ։ Նրա թեթև մակդիրները այնքան ուժեղ են, այնքան տպավորիչ, որ մարդ կզարմանա, թե միթե նկարիչը կարող է այսքան հիասքանչ նկարել, ինչու ոչ նաև բանաստեղծը կարող է այդպես նկարչի նման հիացական ստեղծագործություններ գրել, որը կարելի է ճիշտ է բանաստեղծությունը մանավանդ լիրիկան զգում ես, որովհետև դրանք տիպաշար, այսինքն սյուժե չունեն, բայց զգում ես քո ողջ էության, սկսած ոտքերիդ մատներով մինչև գլխի մազերի ծայրով։ Այսպիսին է լիրիկան։ Եվ ես խորհուրդ եմ տալիս երիտասարդներին շատ կարդան, մեր մեծերին, որ շատ սովորեն եւ լավ սովորեն։ Եվ հետաքրքիրն այն է, որ ինչպես Համոսայյանն է մեղադրում, որ դու հին ձևով ես գրում, նույնը երբեմն ինձ են ասում, որ դու սպիտակ բանաստեղծություններ չես գրում, իհարկե ես սպիտակ բանաստեղծություններ շատ ունեմ գրած, բայց կարևորն այն է, որ դա ասելիքի ձև է, դա ուրիշ բան չէ։ Իմ ասելիքը այս ձևով է, ոչ է դա ուրիշ բան չէ։ Եթե ես այս ձևն եմ ընտրել, չի նշանակում, որ ես հնացած եմ կամ նորը չեմ ընդունում, կամ ավանդաբաշտ եմ եւ նորին ընդառաջ չեմ գնում։ Քավլիցի։ Ես միշտ նորարար եմ եղել, նորարար կմնամ, բայց իմ ասելու ձևը, ասելու ոճը սա է։ Ուրիշ ձև ինձ համար չեմ ասում խորթ է, բայց ինձ համար դժվար է։ Ամեն մարդ ունի իր ձևը։ Յուրաքանչյուր մարդ սանրվածք ունի։ Մեկը աջ է սանրում մազերը, մեկը ձախ է սանրում, մեկը հետ է դարձնում, ով կարող է ասել, թե որն է լավը։ Հետ դարձրածը, աջ դարձրածը, ձախ դարձրածը, կամ քայլում ես։ Մեկը նազանքով է քայլում, մեկը եղնկավոտ է քայլում, մեկը արագ է քայլում, մեկը դանդաղ է քայլում, դե արայս ասում որ դու ճիշտ չես, լավ չես քայլում։ Ես իմ ոճով եմ քայլում։ Իմ քայլը բանաստեղծության ձևով նույնն է։ Եվ դրա համար ես ընտրել եմ այս ձևը, թե նորից կրկնեմ, ես վերլիբեր, այսինքն արձակ բանաստեղծությունների շարքեր շատ ունեմ։ Այսքանը իմ ստեղծագործական դիպվածի եւ հանդիպման մասին։ Ես ընդհանրապես խոսեցի իմ բանաստեղծական արվեստի նրա կերտման, նրա կայացման շուրջ, բայց իմ ողջ էությամբ նաև ես ինքս մանկավարժ եմ։ Սկսած 71 թվականից մինչև առ այսօր ես աշխատել եմ ուսուցիչ առաջերտին մայրենիի, որով ես շատ եմ հպարտանում, որովհետև բոլոր առարկաների առարկան դա մայրենի լեզուն է։ Առանց լեզվի ոչինչ հնարավոր չէ սովորել։ Դիեզերքի լեզուն չես հասկանա, եթե մայրենի լեզուն չգիտես։ Թվերի աշխարհը չես հասկանա, եթե մայրենի լեզուն չգիտես։ Ուրեմն նախապատվությունը պետք է տալ հայոց լեզվին, մայրենի լեզվին եւ հետո մնացած լեզուներին։ Ինչու ոչ, ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Սովորիր նախ քո լեզուն, հետո հարևանի, բարեկամի, օտարի, որպեսզի օտարիներ կարողանաս դիմագրավել, շատերն ասում են, որ օտարի լեզուն սովորել պետք չէ։ Իսկ ես հակառակն եմ ասում, ավելի շատ օտարի լեզուն պետք է գիտենալ, որպեսզի նրանց կարողանաս դիմագրավել։ Եթե օտարի լեզուն չգիտես թե նրանք քո մասին ինչ են ասում եւ ինչպես են ասում, դրա համար օտարի լեզուն եւս պետք է սովորել, բայց կրկնեմ առաջի հերթին մայրենի լեզուն։ Եվ ես ինքս այստեղ ավանդապահ մարդ եմ, այս ավանդը պահում եմ, որպեսզի մատաղսերունը կարողանա սովորել մայրենի լեզուն։ Եվ ես ասեմ այս ընթացքում դե պատկերացեք 54 տարի մայրենի լեզու եւ գրականություն եմ դասավանդել։ Եվ այդ 54 տարվա ընթացքում ինչքան սերունդներ եմ տվել, կան գիտնականներ իմ աշակերտների մեջ, կան ասպիրանտներ, կան բանաստեղծներ,
բժիշկներ, բազում մասնագիտության տեր մարդիկ։ Բացի մանկավարժությունից ես նաև ադմինիստրատիվ աշխատող եմ։ 85 թվականից եղել եմ Ուղաշեն գյուղի դպրոցի փոխտնօրեն, այնուհետև 5 տարի աշխատելուց հետո մինչև այսօր նույն դպրոցի տնօրենն եմ։ Թեև տարիքս չեմ ուզում ասել, բայց պիտի կրկնեմ, որ 75 տարեկանում ես ղեկավարում եմ մի մեծ կոլեկտիվ, մի հիասքանչ կոլեկտիվ, որը առողջ է, բանական է և կարող է դաստիարակել մեր սերնդին։ Բացի դրանից ես համատեղության կարգով աշխատել եմ նաև դասախոս։ Մի կիսամյակ դասախոսել եմ Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, դասավանդել եմ ժամանակից հայոց լեզու և դրանից հետո եկել եմ գյուղ և ընդունվել աշխատանքի որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Սակայն երբ աղաքալակում բացվեց Քրկորյանի անվան համալսարանը, ինձ որպես բանիմաց մարդու լեզվագետի կանչեցին այնտեղ աշխատանքի և համատեղության կարգով 26 տարի ես Քրկորյանի անվան համալսարանում դասավանդել եմ հայոց լեզու, սկսած առաջին կուրսից մինչև 4-րդ կուրս։ Այնպես որ մեծ փորձ ունեմ մանկավարժական, հսկայածավալ աշխատանք են կատարել, պիտի ասել, որ իմ մանկավարժական գործունեությունը պետությունը գնահատել է, տվել տարբեր պատվոգրեր, շնորհակալություն այդ մարդկանց, շնորհակալություն հիմնարկ ձեռնարկություններին, որոնք գնահատել են իմ աշխատանքը։ Հիմա մի երկու խոսք, թե ես ինչ եմ ուզում ապագայից։ Առաջի հերթին ես ուզում եմ, որ մանուկները լավ սովորեն, որպեսզի հայրենիքի համար դառնան պիտանի մարդ։ Անգրագետ մարդը մեզանում տեղ չպիտի ունենա։ Անգրագետ մարդը չի կարող երկիր կառավարել, չի կարող մասնագիտություն ունենալ, չի կարող արարել։ Իսկ մեզ ոչ թե կրկնող մարդիկ են պետք, այլ արարող, ստեղծագործ ժողովուրդ։ Ստեղծագործ չեմ ասում, պիտի անպայման բոլորը բանաստեղծ դառնան, բոլորը գիտնական դառնան, ստեղծագործ է նաև հոբբի աշխատանքը, կարտոֆիլ աճեցնողի աշխատանքը, բոլոր աշխատանքները, տաշտային աշխատանքը, գործանում աշխատողը եւ այլն։ Եթե այս մարդիկ անգրագետ լինեն, ստեղծագործական աշխատանքով չեն կարող զբաղվել։ Նրանք ընդհանրապես կլինեն ռոբոտ, ուրիշ ոչինչ։ Իսկ իմ ցանկությունն է, որպեսզի մեր մատաղ սերունդը կրթվի եւ լավ դասիրակվի։ Իսկ իմ հետագա գործունեությունն այն է, որ ես շարունակեմ իմ մանկավարժական եւ տնօրինական աշխատանքները, բացի դրանից չզատվելով իմ գրական, իմ ամենասիրած աշխատանքից։ Շատ շուտով ընթերցողի սեղանին գտնեմ նոր գիրք, որի վրա արդեն աշխատում եմ, միգուցե եթե այս տարի չլինի, մյուս տարի անպայման կլինի, որովհետեւ գիրքը կա, ուղղակի խմբագրական, կազմակերպչական աշխատանքներ են պետք։ Այդ աշխատանքները կատարելուց հետո գիրքը նորից կտամ հրատարակության եւ կմասայականացնեմ, որովհետեւ իմ ընթերցողը, ես անձամբ առանձնացնում եմ իմ ընթերցողը, որովհետեւ ես էլ ինչ-որ չափով իմ ընթերցողն ունեմ, որովհետեւ գոհ մնա եւ բացի դրանից ճաշակ թելադրեմ այդ մարդկանց, ցածր ճաշակով չկրեմ, որ ասեն ինչ է գրել, որ չկարդան ու տեն շփրտեն։ Բարձր ճաշակով, որովհետեւ կարողանան ընթերցել եւ իրենց մեջ եւս ճաշակ ձևավորել։ Միգուցե մի երկու մարդ էլ ինձ հետևի, գրիչ բռնի մի երկու բան էլ ինքը սովորի կամ կարողանա ստեղծագործել։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար եւ շնորհակալություն ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ։